Արգավանդի խաչմերուկում ուրբաթ երեկոյան հերթապահած պարեկների գործողությունների ճիշտն ու սխալն են քննարկում մարդիկ։ Պարեկի անպուտություններ ուրեմն։ Եղավ, պարեկը եթե փակում է, պետք է լիարժեք փակի ամբողջ ճանապարհը։ Այս տեսանյութում պարեկները փորձում են կարգավորել Մոսկվայից վերադարձած Նիկոլ Փաշինյանի Ավտոշարասյան անփորձանք ընթացքը։ Բայց երկու քաղաքացի քիչ է մնում հերթական փորձանքի մեջ գցեն վարչապետական արագընթաց Շարասյունը փողոցը անշտապ անցնելով չթույլատրված մասով։ Բարեբախտաբար ուղեկցող ոստիկանական մեքենայի վարորդը վերջին պահին դանդաղեցնում է ընթացքը։ Ուր էին նայում պարեկները վթարային այս իրավիճակում։ Պարեկներին լավ չեն սովորացրել, իրանց չեն կարող կատարել իրենց պարտականությունները, ոչ չեն կարողացել։ Ծառայողական քննություն է սկսվել ներքին գործերի նախարարությունում պարզելու անփութություն են դրսևորել ոստիկանության ծառայողները, թե ոչ։ Կադրերում երևում է, որ փողոցի երկու մայթերին էլ պարեկները սպասեցնում են անցորդներին, մինչև անցնի վարչապետի Ավտոշարասյունը։ Մարդկանց կուտակումներ են նկատվում։ Հավանաբար երկար սպասելուց ոմանց նյարդերը տեղի են տալիս եւ նրանք շտապում են փողոցն անցնել։ Մեկ անգամ չէ, որ վարորդները բարձր ու անդադար ազդանշաններով բողոքել են, որ երթևեկությունը անորոշ ժամանակով կանգնեցվում է վարչապետի անխոչնդոտ տեղաշարժի համար։ Դժգոհում են մարդիկ, երբեմն ստիպված են լինում մոտ 20 րոպե սպասել, մինչև ՊՊՑ-ի Ավտոշարասյունը տեղափոխի վարչապետին։ Դուք հանդիպել եք այն իրավիճակի, որ ճանապարհը փակում են, որ Շարասյունը անցնի պետական։ Մի երկու անգամ ստեղ հայտնվել եմ, բայց ինձ համար մեծ դժվարություն է առաջացել։ Գուցե պարեկներն իրենք էլ չգիտեն, թե որքան պետք է փակ պահեն փողոցը կառավարական կորտեժի համար։ Իրենց գործը նաև քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Բայց Սոնա Մնացականյանի ողբերգական մահից հետո մարդիկ որևէ մեկի վրա հույս չեն դնում։ Մահվան Շարասյուն են անվանում վարչապետի կորտեժը ու միմյանց զգոնության կոչ անում։ Մենք պետք է ուշադիր լինենք պետական մարմինների անիվների տակ չճզմվելու համար։ Մեր երիտասարդ աղջիկները, թե տղաները նաուշնիկներով, հետականջակալներով, իրենք շարժվում են ու չեն նայում ոչ ճաշ, ոչ ձախ։ Ինքը գիտի, որ սա իր ճանապարհն է, բայց չգիտի, որ դիմաց եկող մեքենան, դա տեխնիկա է։ Դա մեխանիզմ է, որ կարող է անսարք լինի այդ վարքյանին, ու ինքը չի կարողանա տիրապետել այդ մեկ, բայց ինքը չի նայում, ինքը պետք է սթափ լինի ու նայի աջ ու ձախ։ Մարդկանց սխալն է, պետք է նայեն, ուշադիր լինեն, անցումներին, լույսը, ամեն ինչը, պարեկը, պետք է ուշադիր լինեն։ Պարեկը մի կողմից թույլատրեց անցնել, մյուս կողմից դե կարող է մեկը մեկին բան է, ուշացրել է, էլի։ Մոտ 4 տարի առաջ Պարոնյան Լեո խաչմերուկում ընդամենը մեկ պարեկ էր կարգավորում ճանապարհը, երբ հղի Սոնա Մնացականյան անցնում էր փողոցը Փաշինյանի Ավտոշարասյան սլացքի պահին։ Այսօր էլ մարդիկ սարսռում են, երբ հիշում են սարսափելի այդ օրը։ Դա սարսափելի է, դա ահավոր է, ոչ ոք այդ փաստի առաջ թող չկանգնի։ Պարոն Աբասարյան։ Սոնա Մնացականյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Ռաֆի Ասլանյանը վստահ է, նոր ողբերգություններից հնարավոր է խուսափել, եթե Սոնայի մահվան բոլոր պատասխանատուները պատժվեն։ Պարոն Աբասարյան, Ըստ փաստաբան Ասլանյանի վարորդի դատավարությունը ձգձգվում է, որպեսզի նա նույնիսկ իր խոսքով անհամաչափ 1.5 տարվա ազատազրկման պատիժը չկրի, անցնի գործի վաղեմության ժամկետը։ Այսպիսի հովանավորչությունը նպաստելու է, որպեսզի հետագայում եւս նմանատիպ դեպքերը անընդհատ կրկնվեն։ Անպատժելիության մթնոլորտը այս պահին ես կարծում եմ ակնհայտ է։ Դատարանի որոշումը բողոքարկվել է, Ռաֆի Ասլանյանը ակնկալում է, որ ընդդիմադիրների նկատմամբ չտեսնված խստություն դրսևորող դատավորները նույն ջանասիրությամբ պատիժ կկիրառեն, ինչպես վարորդ Նավասարդյանի, այնպես էլ Ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ, որին առնչվող վարույթը դեռ նախաքննության փուլում է։ Այս ամեն ինչը արվում է, որպեսզի Ավտոշարասյան եւ ղեկավար կազմը եւ վարորդը զերծ մնան քրեական պատասխանատվությունից եւ դա արվում է ամենաբարձր մակարդակով իշխանությունների կողմից։ Տարիներով ձգվող դատավարության ընթացքում փաստաբան Ռաֆի Ասլանյանն էլ հաճախ է անդրադարձել հարցին, որ պետական կորտեժների անցնելու պահին երթևեկությունը կարգավորողները մեկից ավելին լինեն։ Հատկապես երբ Ավտոշարասյան մեջ երբեմն 15 մեքենա է լինում։
Այդ ամեն ինչը անտեսվել է։ Այսինքն ընդհանրապես ոստիկանությունից մեկ գրություն են վերցրել, որ այո, գտել ենք, որ մեկ ոստիկանով կարգավորումը բավարար է, բայց որևէ իրավական կարգավորում, որևէ հիմնավորում առհասարակ չի տրվել։ Ուղեկցման ընթացքի վերաբերյալ պատշաճ քննություն մինչև օրս էլ չի իրականացվել։ Հատուկ կարգ չկա, թե քանի պարեկ պետք է կանգնի խաչմերուկներում պաշտոնական կորտեժների անցնելու ժամանակ։ Ներքին գործերի նախարարությունում ասում են, ըստ իրավիճակի է որոշվում երթևեկությունը կարգավորողների քանակը։ Կարնե Մանգասարյան, Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։